Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան, ինչպես որ ասեցի, որ նոր վլոգ պիտի սկսեմ այսօր, կարևոր զանգ եմ ստացել և գնում եմ մեր գյուղի պոչտա, տեսնենք ինչ կա, անձրևը կտրվել է, ամպերը հետ են քաշվել ու ես էլ գնում եմ, տեսնեմ ինչ կա. Կմիանամ տնից, հարմար լինելու դեպքում նաև պոչտայից. Ես արդեն հասել եմ. Այլ ձեզ ու մեր մոտելավը. Բայց կարող է տուփը սենց աներ ուրիշ բան կա. Հենց էլ ապատան, որ տուփը սենց է, բայց ներսում ուրիշ բան է լինում. Տեսնենք, կտանեմ տուն, կբացեմ, կտեսնենք. Որտեղ եմ ստորագրում. Շնորհակալություն, վերջ. Սպասի. Եղանակը ես ինչ լավն է, պոչտայից դուրս եմ եկել, մի քիչ առաջ եմ եկել, այդտեղ նստարաններ կա, եկել եմ, նստել եմ ու մեքենայի եմ սպասում. Այդ ինչ է հենև դեր չի? Ձերնիկի վրա չի, լի։ Այլ աուսուս լանը չի է։ Այ ապես։ Դու հասցնեմ։ Ինչ ծանոց։ Չեմ իմանում նվեր են ուղարկել։ Ռինաժո։ Չէ, չգիտեմ ինչա, կբացեմ, կտենամ։ Անուր ջան։ Ստացվեց։ Ոյ, ես էլ ծանոթը։ Մեքենայով եկա, սիրելի հետևորդներ ջան, ինչ հատ օգնեցին։ Վարորդներից ես կողմ ես եմ բերել և արդեն տանն է իմ ծանրոցը։ Հնչեցին տարբեր կարծիքներ, սիրելի հետևորդներ ջան, թե պոչտայում և թե մեքենայի մեջ վարորդն էլ իր կարծիքը հայտնեց, ես էլ իմ կարծիքն եմ հայտնել, կբացենք, կտեսնենք, մամ է կսենք ճիշտ և ինչ կա այս ծանրոցի մեջ, բայց մինչև որ կբացենք, եկեք մի հատ կոֆե տնենք, մի հատ կոֆե էփենք ու խմենք, սիրելի հետևորդներ ջան, ես որ սրտով ուզեցի և տեղին կլինի շատ, դուք էլ եփեք, միացեք իմ ալիքին, կոֆե վայելեք և միասին կուրախանանք ծանրոցը կբացենք, կտեսնենք, ինչ են ուղարկել ինձ հեռավոր Եվրոպայից, Իսպանիայից, Տիկին Սոնիկն է ուղարկել իր ընտանիքի հետ միասին, սիրելի հետևորդներ ջան, այս էլ որորդ անգամ իրենք ինձ նվերներ են ուղարկում, առաջին նվերը եղել է ինկուբատորը անցյալ տարի, սիրելի հետևորդներ ջան, որը շատ է նպաստել իմ տնտեսության զարգացմանը։ Հիմա էլ այսպես ծանրոց են ուղարկել, նվերներ են ուղարկել և միասին կտեսնենք, թե ինչ են ուղարկել ինձ։ Կոֆեն չմոռանամ, խոսքով չտարվեմ։ Այսպես։ Դեր ժամանակ կա։ Կհասցնեմ հավերիս էլ բաց կթողնեմ, մի քիչ ման կգան, այս պահին դե փակած են, հիմա եթե գնամ բացեմ, ասեմ այս ընթացքում իրանք քոջուջ կանեն, բայց դե անհանգիստ կլինեմ, ծանրոցը բացելու ժամանակ չեմ կարող հանգիստ լինեմ, ավելի լավ սպասեմ, ծանրոցը բացեմ, տեսնենք ինչ կա, միասին կուրախանանք, հետանար կզբաղվեմ իմ տնտեսության գործերով, դեռ օր կա, սիրելի հետևորդներ ջան, կոֆեից բաժակներ այստեղ, երբ որ տոլման եփեցի և գնացի, սա այդ օրն է, արդեն գիտեք շատերը, որ ասել եմ, զանգել են պոչտայից և գնում եմ, սակայն չասեցի, թե ինչի համար, այժմ իմացաք, որ ծանրոց եմ ստացել, այդպես սիրելի հետևորդներ ջան, այստեղ մի քիչ ուշ է եփվում, ես էլ շտապում եմ, հետաքրքրված եմ, ինչպես որ ձեզնից շատերն են հետաքրքրված, անհամբեր, ուզում ենք բացենք, տեսնենք ինչ կա և կբացենք, ես արդեն նախապատրաստվեմ, տեսնեմ, որ դանակն եմ վերցնում, այս սղոց դանակներից այս պահին ձեռքի տակ չունեմ և տեսնենք որն եմ ընտրում, երևի սուր և բարակ,
Սրանք մի քիչ ավելի հաստանակներ են, ընդհանրապես պետք է այստեղ սկոճացել, սկոճը կտրենք սիրելի հետևորդներ ջան, ինչեւ որ կոֆեն կերպի, մի քիչ զննեմ, այստեղ գրված է, որ մաքսային զննումները անցել է, մյուս կողմը ինչ է գրված, մյուս կողմը գրված է քաշը, մյուս կողմը գրված է եւ իրենց հասցեն, որտեղից որ ուղարկել են Իսպանիայից եւ մեր հասցեն Արմենիա, Հայաստան, Գյուղշնող, Անուշկային, հեռախոսի համարներ։ Այսպես, տեսնենք, մաքսային զննված ծանրոցը ինչպիսին կլինի, քանի որ տեղեր կան, սիրելի հետևորդներ ջան, որ բացում, հատ-հատ եւ նայում են։ Այդպես, ինչ կա այստեղ, տուկ, մի քիչ ենք սպասում, ինչեւ կոֆեն չերփի։ Պտտենք արագացնենք, հա, կոֆեի ընթացքը։ Արագ, շտապում ենք, հետաքրքրված ենք։ Բացելու համար մեր տվերները։ Հեռու տեղերից եկած, մեզ հասած, սիրելի հետևորդներ ջան։ Շատ ուրախ եմ, շատ ինձ հարգված եւ սիրված եմ զգում, Տիկին Սոնիկ ջան, շատ շնորհակալություն ձեզ եւ ձեր ընտանիքին, ձեր այդ բարձր ուշադրության համար, շատ ապրեք։ Ճիշտ է, դեռ չգիտեմ ինչ եք ուղարկել ինձ, բայց ես իմ շնորհակալությունն եմ ձեզ փոխանցում, մի քիչ հուզված եմ, այս առիթով մի քիչ հուզված եմ անկեղծ, քանի որ երբեք չէի պատկերացնի, որ մի օր ես կդառնամ վլոգեր, վլոգներ կվարեմ, իմ գործերով, իմ զրույցներով կներկայանամ հանրությանը, ձեռք կբերեմ շատ մեծ յութուբյան ընտանիք եւ կստանամ այսքան սեր ու ջերմություն։ Այս աշնանը կլրանա 3 տարին, ինչ որ ես զբաղվում եմ վլոգերությամբ, սիրելի հետևորդներ ջան, ովքեր իմ հավատարիմ հետևորդներն են առաջին օրվանից սկսած, ապա լավ գիտեք, թե ինչ դժվարին ճանապարհ եմ անցել եւ երբեք չէի պատկերացնի, որ մի օր էլ ծանոթ կստանամ հեռու տեղերից, Եվրոպայից եւ այլ տեղերից, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ միշտ այդպիսի մտածելակերպ ունենք, չէ, բոլորս էլ գրեթե, որ ասում ենք երբեք, դրա համար երբեք չասեք, երբեք, միշտ նպատակ դրեք եւ գնացեք դեպի ձեր նպատակը։ Իմ կոֆեն եփեց, այո։ Հիմա հարց է առաջանում, թե հիմա բացեմ, թե կոֆեն խմելուց հետո թշթշալե լցնում եմ, բայց քանի որ ես կոֆեն մի քիչ հով վիճակում եմ սիրում խմել, դրա համար կոֆեից բաժակը մի կողմ կդնեմ եւ ընթացքում կում կվայելեմ։ Հիմա նաեւ ինչու եմ եկել խոհանոց եւ այստեղ եմ ուզում ներկայացնել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ կոֆեն այստեղ եփեցի, այստեղ էլ կխմեմ, մի տեսակնեց եմ սովորել, այնքան լավ եմ զգում, որ ես իմ խոհանոցից ձեզ եմ միանում, միշտ ասել եմ, որ խոհանոցը տան սիրտն է համարվում եւ այդտեղ ամեն ինչ էլ կարելի է։ Հիմա նորից ինձ օգնության կգա իմ ջեռոցի ապակին, ահա, այսպես, եւ ծանրոցը կտեղավորեմ այստեղ ու կբացեմ ձեր հետ միասին։ Եվ սիրելի հետևորդներ ջան, քանի որ այս ծանրոցը չգիտեմ, ինչեւ մեր պոչտա հասնելը որտեղ է դրվել, հատակին է դրվել, թե բարձր է դրվել, ամեն դեպքում ես ապակին հետո կսեփեմ, այստեղ խոնավ շոր ունեմ, քանի որ տոլման եփելուց հետո այստեղ ես մաքրություններ կատարել, հասցրել եմ, դա էլ եմ արել, որ դրսից տունգամ տեսնեմ իմ խոհանոցը մաքուր է, տոլմայի համը դեռ չեմ տեսել, սիրելի հետևորդներ ջան, մյուս կողմում է, նույնիսկ դեռ տաք է։ Հիմա դանակը այս կողմ եւ ծանրոցն եմ բերում, ոյ, մոտ 10 կիլոգրամ կլինի, տեսնենք, այստեղ քանի կիլոգրամ է գրված է 11 կիլոգրամ, 520 գրամ, ահա սրել է հետևորդներ ջան, 11 կիլոգրամ, 520 գրամ, այստեղ հասցեները պտտում եմ, այստեղ մի հատ թեքեմ, այստեղ գրված է, զննված է մաքսային ծառայության կողմից, բայց մի հատ միկում կոֆե կխմեմ, հա, ինձ թվում է մի քիչ լարվածությունից, հետաքրքրությունից, նաև հուզմունքից ուզում եմ, որ կոֆե խմել։
Կոֆեն միշտ էլ ամեն վիճակից մեզ դուրս է բերում, չէ, եւ շատ արագ։ Վայրկյանների ընթացքում։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, տեսնեմ, որ կողմից եմ բացում։ Ուրեմն, տեսնում եք, որ այստեղ պիլասոս է նկարված։ Բարձրացնեմ, թե երևում է։ Այսպես։ Մի բան ուզեցի միջանցքից ձեզ միանամ, հետո ուզեցի իմ սենյակից միանալ, բայց ամենահարմարը այստեղ գտա, սիրելի հետևորդներ ջան, այստեղ հաթոռ ունեմ, որի վրա մշտապես նստում եմ պատուհանի կողքին, իմ կոֆեն վայելում եւ հիանում իմ բակի գեղեցկություններով, այդ հաթոռը այս կողմ կբերեմ եւ ներսի հանված բաները սիրուն համոզված են, որ այստեղ սիրուն բաներ կա եւ հաթոռի վրա կտնեմ։ Կարելի է պատրաստել։ Այս կողմ։ Քիչ այս կողմ։ Որ շատ այս այն կողմ չվազեմ, ամուր փակած է, հա, ինչ է ուզում ասեմ, ուրեմն, քանի որ պոչտայում նկարահանումները արգելված է կարելի ասել, ես մի քիչ հարմարացրի այդ պահը, որոշակի, որ դուք էլ իմանաք, որ գնացել եմ պոչտայից եմ ստացել, սիրելի հետևորդներ ջան, բոլորիս էլ պարզ լինի, ոչ մեկիս մոտ հարցեր չծագեն, այստեղ պիլասոս է նկարված, աղջիկներին ասեցին, որ Անուշկա ջան, դու պիլասոս ես նվերը ստացել, քանի որ նա մի քիչ շարժվում է մեջ, այս այն կողմ է գնում, իսկ վարորդն էլ իր կարծիքը հայտնեց, ասեց տրինաժոր, շատ կուզեի, որ տրինաժոր լիներ, գիտեք, անկեղծ, շատ եմ սիրում, պիլասոս ունեմ, բայց չեմ օգտագործում, որովհետև խալիները հանել եմ, պիլասոսն էլ սրբել եմ և այնտեղ դարակում պահված է, այսպես։ Դե ինչ սիրելի հետևորդներ ջան, իսկ իմ կարծիքի մասին ուզում եմ ասել, որ ինչու ասեցի, չենք իմանա, կարող է պիլասոսը նկարված, բայց ներսը լրիվ ուրիշ բան է, քանի որ ես որպես մայր, երբ որ իմ երեխաների համար ինչ-որ մի բան եմ ուղարկելիս եղել առ այսօր, սիրում եմ նմանատիպ տուփերը պահել, մեծ թե փոքր այդ տուփերը պահում եմ և ինչ-որ մի բան ուղարկելիս այդ ամենը փաթաթում եմ և այդ տուփերի մեջ ուղարկում եմ, լինի դա պիլասոսի տուփ, լինի դա տրինաժորի տուփ, գազօջախի տուփ, կամ կոշկեղենի տուփ, բաժակների, ամանների, նման տուփերը պահում եմ, լիքը ունեմ, բազաների տուփ, հատկապես շատ հարմար է լինում, երբ որ մրգեր եմ ուղարկում տաթևիս համար և այդ տուփերի մեջ սիրուն դասավորում եմ, առանձին այդպես դասավորություններ եմ տալիս, ամենքը իրենց ձևով, անձեռոցիկ եթե պետք է գալի, մրգերը անձեռոցիկով փաթաթում եմ և ուղարկում եմ, այնպես որ իմ կարծիքի մասին ուզեցի նույնպես ասել ձեզ։ Ինձ նման շատ մամաներ այդ բնավորությունը կունենան, կարող եք գրել, սիրելի հետևորդներ ջան, թե դուք որպես մայր ձեր երեխաների համար ինչպես եք, ինչ-որ մի բան ուղարկում հեռու տեղեր։ Այո, տուկ, մի հատ եք կոֆե խմում, մի հատ ուզում եմ այդ հուզմունքից դուրս գալ և նոր միայն բացել ծանրոցը, որը եկել է Իսպանիայից։ Ֆուտբոլի երկրից, գիտեք չէ, որ Իսպանիան ֆուտբոլի երկիրն է, Իսպանիան, Մեքսիկան, Իսպանիայի հավաքականը, Մեքսիկայի հավաքականը և աստղեր, ֆուտբոլային աստղեր, այդ երկրից է։ Լավ, որպեսզի ոչ ես չարչարվեմ ու տանջվեմ ոչ էլ դուք, եկեք բացենք սիրելի հետևորդներ ջան, որ կողմից ես ինչ ամուր է փակած։ Տուկ, ձախ ձեռքին աշխատացնեմ, իմ սուրդանակը էսա կբացի։ Շատ չտանեմ հանկարծ, ինչ-որ մի բան չվնասեմ։ Սկուշոր է։ Մի քիչ տնակը վերևի վրա պահելով, այսենց վերևի վրա եմ պահում։ Ինչը չեմ իմանա, ինչ կլինի ու հանկարծ ես չվնասեմ, շատ կասոսամ։ Նորից մտցնեմ այստեղ, վերևի վրա պահելով այդ սուր մասը, բայց զգուշորն եմ չգա երեսիս, քանի որ երբեմն սենց ուժեղ որ պահում ենք, կարա չէ, սենց դուրս գա։
բացեցի։ Դուք միա ձեռք ստանեմ։ Շոշափեմ։ Գիտեք չէ, որ ձեռքով ձեռք են տալիս, շոշափում ենք, որտեղ զգում ենք, թե ինչ է տվյալ իրը։ Ոյ։ Բացենք։ Դա այս կողմից։ Հետո այս կողմից։ Թուղթներ հետը կտրեցի։ Կտրեմ։ Ոյ։ Եվ բացեմ։ Սիրում հույն զգում բաներ է երևում։ Եվ շուտով դուք հետ կտեսնեք։ Ծանրոցը բացեցի, սիրելի հետևորդներ ջան։ Իկում կոֆե։ Դուք էլ այդպես վարվեք։ Եվ այո, տեսնեք ինչպիսին է դասավորված։ Հնարավորինս մի հատ թեքում եմ։ Ահա այս տեսքն ունի, սիրելի հետևորդներ ջան։ Եվ հիմա հերթով կբացենք ու կտեսնենք ինչ կա այստեղ, ինչ է ուղարկել տիկին Սոնիկը իմ համար։ Սկսում ենք վերևից, բնականաբար, այստեղ կտորից սումկա, պայուսակ, իր պիտակով, և չգիտեմ, այստեղ անգլերեն է գրված, թե իսպաներեն։ Տեսնես ինչի համար է, ինչ նպատակի համար է, այսպես նեղլուկ և երկարավուն կտորի սումկան։ Հետաքրքրեց, ինչ կարելի է այստեղ լցնել։ Ուրեմն, այս մեկ, ասենք շնորհավոր, կօգտագործվի ինչ-որ մի բանի համար։ Կոնֆետներ, գույնս գույն կոնֆետներ, տոպրակներ։ Տոպրակ, դատարկ տոպրակ։ Երևի դրել է տիկին Սոնիկը մտածելով, որ ինձ պետք կգա այս կամ։ Միշտ մեծահասակ կանայք այդպիսին են, չէ՞։ Տոպրակ էլ են դնում, ասում են երևի պետք կգա, ասեմ, որ տիկին Սոնիկը բավականին պատկառելի տարիք ունի, սիրելի հետևորդներ ջան, եւ իր պատկառելի տարիքով անհանգստացել է, ինձ սիրելով եւ հարգելով իմ համար ծանրոց է պատրաստել, դեր քաղցրավենիքներ, իսպանական քաղցրավենիքներ, ինչ է նկարված այստեղ, պարզ է, կբացենք, կտեսնենք, սա սեղանի վրա, ոյ, ասում եմ չէ, գույնս գույն կոնֆետներ, իսպանական M&M's, Pintarollas, իսպաներեն էլ սովորեցի, իսպաներեն, այո, այստեղ, տեսնենք ինչ է դրված, կարողա կոֆեա, չէ, կակաո, կակաո, իսպանական կակաո, այո, այսպես, սա նույնպես սեղանի, իսպանական շոկոլադե սալիկներ, 2 հատ, այո, սեղանին, քաղցրերի երեսին է դրվել, որպեսզի անմիջապես քաղցրով բացեմ այս ծանրոցը և սիրելի հետևորդներ ջան, իմ սիրելի խուրման, ընդհանրապես սիրում ենք ասել Բաղդադի խուրմա, բայց չգիտեմ, այս խուրման Բաղդադում աճել, թե որտեղ, բայց շատ խոշոր է աճել, մի տեսեք ինչքան խոշոր է, տուփը շատ սիրում, հատուկ իր համար դասավորված իսպանական խուրմա, այո,
շատ եմ սիրում խուրմա, ապրեք տիկին Սոնիկ ջան։ Այսպես։ Ես ինչեր եմ տեսնում, որ մեկը հանեմ, որ մեկը թողնեմ։ Ասում եմ, չէ, թաղցի բաները երեսին է տեղավորել, որ անմիջապես ինձ լավից կամ։ Այեշ կա։ Հնդկական ընկույց, բայց չգիտեմ, սա Հնդկաստանում աճել, թե Իսպանիայում։ Այնպես սեղանին ես այստեղ սեղանի վրա տեղ բացեմ, ջուրը, ջազվան, բանակը մի կողմ դնեմ, որ տեսնենք տեղ էլ ինչ եմ դնում, բայց այստեղ ուրիշ բաներ եմ տեսնում։ Բայց ինձ սա հետաքրքրեց, գիտեք, սիրելի հետևորդներ ջան։ Չեմ հասկանում ես ինչա։ Անծանոթ է ինչա։ Ինչ է գրված, ափսոս, ռուսերենով ոչինչ չկա, գոնե մնացածը այնքան մանր տառերով է և չգիտեմ 175 գրամ։ Չգիտեմ քաղցր է, թե մսային է, նման է սուջուխի կլորությանը, չուչխելի կլորությանը, բայց չգիտեմ երշիկ է, միս է, բաստուրմա է, սուջուխ է, չգիտեմ ինչ է, սպիտակ փոշիով պատված է, սիրելի հետևորդներ ջան, սպիտակը վրա, կհասկանանք հետո, կբացենք, կտեսնենք ինչ է, քանի որ ուտելիք է սեղանին, աթոռի վրա արդեն կդնեմ, այստեղ տոկրատուր հագուստներ եմ տեսնում, փափուկ, ոյ, զանցիկ, կարմիր զանցիկ, այո, ու ջուրիկ, բացիկ տեսնենք, ոնց է բացվում, Ես որ մասից ներքևից չի, ուրեմն քաշովի է, այ կար չէ առաջ, հիմա կնոպոչնյա չէ, մեծամասամբ, իսկ սա այսենց բարձրացնում ենք ու այստեղ ինքը տեղ ունի, այո, կարմիր զանցիկը պահում ենք և դրանից մեր դեմքը կարմերում է, անձրևանոց, ինչ է գրված այստեղ, այդպես, շատ է սիրում, հավաքվում է, ես էր անձրևանոցը, անձրևա գալիս ել է հետևորդներ ջան, ես լավ հասցրի գնացի եկա, երևի հավերին բատ չթողնեմ, ես լավ, ես հետո կտեղավորեմ, այստեղ, սա ինչ են, 1, 2, 3 և 4, հետաքրքիր, կամ համեմունք է, կամ էլ պատրաստի ապուր է, ինձ անծանոթ է, քանի որ ճիշտ է, մեր կողմերն էլ կա նմանատիպ բաներ, մեր սուպերմարկետներում հանդիպում է նմանատիպ բաներ, բայց քանի որ ես չեմ հետաքրքրվում նման բաներով, ես հիմա չեմ հասկանում հատկապես, որ ուրիշ լեզվով է գրած, 4-ն էլ նույնն է, մոտեցնեմ, միգուցե դուք ասեք, թե սա ինչ կլինի, կամ պատրաստի ապուր է, սիրելի հետևորդներ ջան, կամ էլ համեմունք է, 80 գրամ քաշը, թարսենք պահել, թարսեի պահել, այստեղ բանջարեղեն է նկարված և ես թվում է ապուրների համեմունք է, երևի, հիմա չբացեմ, կբացեմ հետո կհասկանամ, 4-ը հատ, էլի սեղանին եմ դնում, մի հատ էլ կա այդ սպիտակ երկար բանից, բայց այստեղ ծաղիկի սոխուկներ եմ տեսնում, որը տուփի մեջ չէ, ուղղակի բաց դրված է, երևի այդպես է պետք եղել, ով բաց դրվի, ահա, նույնից 2 հատ պիտակով, էսպեթեք, չէ, հավելահա չկարդամ մոտար լեզուն կարող է ուրիշ բան կարդացվի, 2 հատ սպիտակ երկար, ինչ-որ մի բան, շնորհակալություն տիկին Սոնիկ ջան, անցանք առաջ,
Բայց այս ծաղկի սոխուկը ինչ շատ հետաքրքրեց, այ այս բարձրացնեմ տուփից հանած կամ իրենք են այսպես դրել, չգիտեմ, կամ էլ միգուցե մաքսային զննման այդ կետում բացել են, նայել են, սոխուկ է, երկու հատ սոխուկ է, ծաղկի սոխուկ է, արդեն պարզ է, սիրելի հետևորդներ ջան, ահա, այստեղ մեկը նույնիսկ ճուտիկ ունի, հիմա շրջենք և նկարը տեսնենք, սոխուկները քանի որ հանված է, մի հատ սեղանին, այսենց պատրված, հանված է, տեսակ, որ հենց այդպես էլ հանեցի, գրեթե վստահ եմ, որ այս պահին տիկին Սոնիկը իր ընտանիքի հետ նստել և նայում են իմ վլոգը, թե ինչպես եմ բացում իրենց ուղարկած ծանրոցը, իմ էմոցիաները, իմ հուզմունքը տեսնում եք և այստեղ նման է Լիլիայի, բայց այսպիսի ծաղիկ ինձ չի հանդիպել, պատրաստ եք տեսնել, այս սրա սոխուկն է, այսպես ամրացրած, ահա սիրելի հետևորդներ ջան, շատ սիրուն եմ, ես այս սոխուկները կցանեմ, երևի այդ ստուգման կետում բացել նայել են, այնտեղ էլի կա նման տիպի տուփեր, տեսնենք նրանք ինչ վիճակում է, սա էլ կարող եմ սեղանին դնել, քանի որ ես ծաղիկների սերմերի համար արդեն հետաքրքրված եմ, հագուստը թողնում եմ և ուզում եմ սերմորակները բացել, այս ինչ սիրուն ծաղիկ է, այս մեկը պատրված չէ, թե հա, հեսա այստեղ բացված է, այ, այստեղ մեծ բացված է, գիտեք ինչու եմ ասում, քանի որ ընդհանուր շատ մանր անցքեր արած, որ սոխուկները շնչեն, բայց այստեղ պարզ երևում է, թե ոնց է պատրած, ահա, ճղած, երևի ստուգել են, թե գիտեք, որ նարկոտիկի համար, չնայած գործիքներ կա, բայց երևի ամեն դեպքում բացում են այդ ձևով է նայում, չեմ կարող իմանալ Եվրոպայի կանոնները, ամեն դեպքում տուփի վրա սիրուն ծաղիկ է նկարված, այսպիսի ծաղիկ ինձ որ չի հանդիպել, շնորհակալ եմ տիկին Սոնիկ ջան, այս ինչ սիրուն ծաղիկի սոխուկներ եք ինձ ուղարկել և դեռ էլի կան այնտեղ, հիմա հագուստը թողնում եմ, քանի որ արդեն ես նկատում եմ, որ այստեղ տոպրակների մեջ սիրուն ծառված հագուստներ կան, զգուշ եմ բարձրացնում, պատրված չլինի ու չլցվի ամբողջ այս տուփի մեջ, այստեղ սոխուկ չէ, կլոր 4 սերմեր են, այս էլ է նույն ձևով, պատրված, բացված, այսինքն բոլորը ստուգել են, այս էլ այս տիպի ծաղիկն է, նման է ինքը ռամաշկային, խոշոր ռամաշկա է գունավոր, և այստեղ սերմերը, նույն ձևի այստեղ պատրված է, այ հեզ ստուգումներ, և այդպես բոլորը, սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք ձեր աչքի առաջ, ցույց եմ տալիս, ահա այստեղ մեծ բացվածք է արված և այստեղ կլոր սերմեր են, նման սոխուկի, մի քիչ չոր, բայց ընդհանուր անցքեր է արված, տեսնենք ես ինչ հրաշք ծաղիկ է, տերևները նման են Լիլիայի, իսկ ծաղիկները բազմաթերթ են, մի տեսակ ոնց որ ծնծաղիկի է նմանվում, ապա տեսեք, շատ սիրուն է, պատկերացնում եմ, որ այս սոխուկները ես ցանեմ, աճեն, ծաղկեն, ինչքան կգեղեցկանա էլ ավելի իմ բակը, մինչև ցույց կտամ ես հիանում եմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ այստեղ էլի ծաղկի սոխուկներ են, ահա, նույն ստուգումներ անցած, այստեղ պատրված, ահա տեսեք, կարող եմ մեկը հանել այս անցքից, այս տիպի սոխուկ է, դե ամեն դեպքում իրենց գործն են արել, ստուգել են և ցույց տամ մյուս հրաշք ծաղիկը, անցանք առաջ, էլի կա, և էլի կա, օй աստված իմ, նման է արխիդեային, բայց արխիդեան այսպիսի սոխուկներ ունի, նույն ձևի բացված, ստուգումները անց է կացվել, սիրելի հետևորդներ ջան, լայն բացել են, քանի որ չեմ կարծում, որ իրենք, տիկին Սոնիկը և իր ընտանիքի անդամները այսպես պատրված քանեն ու նոր ուղարկեն, քանի որ սոխուկները շնչելու համար, ահա մոտեցնեմ, անցքեր է արված,
Այ հիմա տեսեք, որ ասում եմ նման է արխիդեա ծաղկին։ Այստեղ ունեմ արխիդեա, մոտեցնեմ։ Արհեստական է, որը իմ սիրելի հետևորդուհի Ժենյանն ինձ ուղարկել Երևանից։ Հիմա համեմատենք։ Տեսեք, որ ճիշտ եմ ասում, նման է արխիդեա ծաղկին։ Վախ։ Ջան, շնորհակալ եմ, շատ։ Կփորձեմ լավ խնամել, ծլեցնել ու աճեցնել։ Այստեղ արդեն նկարից բաց է, որ Գյորգինա է, վայ Գյորգինայի սեգնը ես չեմ ցանել, լավ է, իրան հետ կցանեմ, ահա, նկարից բաց երևում է, որ Գյորգինա է, սիրուն գույներով, եւ այստեղ Գյորգինայի արմատները, մի պատրվածքով մյուս կողմում, տեսնենք երկա ծաղիկ, ծաղիկներ, ես շատ եմ քաղել, տանել եմ սիրացյալիս նվիրել, այո, հիմա անցնում ենք առաջ, ընդհանրապես, որ ծամրոցը բացում ենք, որ բանը, որ առաջի հերթին ավելի լավ է երևում, ենք չէ, ուզում հանել ու տեսնել, եւ այստեղ, ճղճղացնենք տոպրակները, տեսեք, թե ինչ է ուղարկել իմ համար, հիմա ցույց տամ ավելի մոտից, տեսեք, թե տիկին Սոնիկը ինչ է ուղարկել իմ համար, իր տուփի մեջ, սիրուն տոտիկներով, սա ամուր տուփ է եւ այստեղ տեղավորված են այս երկու բաները, կամ շամպուն է, կամ գել է, բայց այս մեկը հաստատ յուղ է։ Ուսումնասիրենք, կենթարկենք թարգմանության և կհասկանանք ինչ է։ Թարգմանության հարցում ինձ օգնության կհասնի իմ տոթևը, կարծում եմ այդտեղ անգլերեն է գրված, այստեղ ռետինե ձեռնոցներ են, սիրել հետևորդներ ջան։ Այստեղ էլ ինչն է ինձ բացի հագուստը հետաքրքրում, քանի որ այստեղ սիրուն կանքեր եմ տեսնում, զամբյուղ, կարծում եմ ձեռքի աշխատանք է, զամբյուղ, վրան խոհանոցային սրբիչ, այսպես, իհան բացենք խոհանոցային սրբիչը, շատ սիրուն է երևում, հիմա չենք կարող այսպիսի բաներ ճարել, սա մեր սովետական տարիների նման խոհանոցային սրբիչներին է նման, փափուկ, նուրբ, եզրերը գործած, արհեստական է գործած, բայց գործած է, սիրել է հետևորդներ ջան, շատ սիրուն է, ես աթորի վրա այսպես աթորի գահին դնեմ և տեսնենք այստեղ ինչ կա, բարձրացնում է, այստեղ ինչ թուղթ է, իհաս այստեղ, ինչ թուղթ է սա, նամակ է սիրելի հետևորդներ ջան, տիկին Սոնիկը ինձ նամակ է գրել, նամակ են կստանաս, բարև մեր սիրելի Անուշկա ջան, բայց նամակները բարձրաձայն չեն կարդում սիրելի հետևորդներ ջան, երկու կողմը գրած է, սա ես հետ կկարդամ, այս կա, այստեղ ինչ է զամբյուղի վրա, նազկի, սիրուն նազկի, այստեղ տոպրակ է դրած, զամբյուղի մեջ լիքը կոնֆետներ, քաղցրավենիք, զիգփականով տոպրակ է, այստեղ կոնֆետներ, շոկոլադ կպած է իրարից, երկու հատա, բայց հենա կպած է, բացեմ, որ կպով, տեսենք, ասենց, կպած շոկոլադ, բացեցի ամեն դեպքում, իսկ թվում է վաֆլի շոկոլադ է ինքը, նկարից պարզ է, այս կան, այստեղ ինչ կոնֆետներ են, չոփիկով, ոյ, տեսեք ինչ հետարքիր ու սիրուն կոնֆետներ են,
գունավոր նման ձվերի։ Շատ համապատասխան Սուրբ Զատիկի սեղանը զարդարելու համար, ահա, սիրելի հետևորդներ ջան, տոպրակի մեջ, պիրպիտակով, գույնս գույն, նման ձվի կոնֆետներ, շոկոլադներ։ Սրա նման ոնց որ մի հատ էլ տեսա։ Ահա, երկու հատ։ Այսպես։ Նույն գույների մեջ։ Օй։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, տեսեք ինչքան սիրուն է։ Եվ այստեղ էլի կոնֆետներ են։ Այս ինչ թել է։ Չգիտեմ ինչ թել է, սա միկա։ Եվ ահա, այս տիպի կոնֆետներ և կանաչ գույնի։ Այսպես թեքեմ, տեսեք։ Բայց ես ոնց որ ծաղկի սերմեր լինեն, հա։ Էլի ծաղկի սերմերը։ Ծաղկի սերմեր են այս տիպի, մոտ 1 բուռ կլինի, հավաքեմ։ Ի խոսքով, սրանք էլ կոնֆետների հետ, ծաղկի սերմեր։ Ինձ լրիվ անծանոթ է, չգիտեմ, սիրելի հետևորդներ ջան, եթե ձեզ ծանոթ է, կարող եք գրել, եթե ճանաչում եք այս տիպի ծաղկի սերմեր։ Այս ինչ տիպի կոնֆետ է։ Ահա։ Ի խոսքով, սրանք էլի այստեղ լցնեմ, հա, զամբյուղի մեջ լցնեմ և մի կողմ դնեմ, այս կողմ զամբյուղը շատ սիրուն և ամենաներքելության գալի, այստեղ բոթասներ կա, սիրելի հետևորդներ ջան, ուй, ֆուտբոլիստի բոթասներ, ես որքան գիտեմ, սիրելի հետևորդներ ջան, ֆուտբոլիստները այս տիպի տակերով բոթասներ են հագնում, իր պիտակով, հետարքիր գույների մեջ, գունային համադրությունով, կարմիր և սրավատի, ահա, սիրելի հետևորդներ ջան, և ֆուտբոլիստ է նկարած այստեղ, ահա, տեսնենք, իսպանական արտադրանք է, սիրելի հետևորդներ ջան, կարծում եմ սա Վահանիկի համար է, որովհետև սա կանացի չէ, ես էլ ֆուտբոլիստ չեմ դառնա այս տարիքիս, կարծում եմ Վահանիկի համար է, բայց մեծ համար է ուղարկել տիկին Սոնիկը, որ Վահանիկը մեծանա, ֆուտբոլիստ դառնա, ֆուտբոլ խաղա և մրցանակներ տանի, սա Վահանիկի նվերն է, սիրելի հետևորդներ ջան, ես այդպես եմ հասկանում, այս կողմ հաթորի վրա, ուզում էի առանձին դնել, բայց չի խանգարի, որ այդտեղ հաթորի վրա դնեմ, հիմա տեսնենք այստեղ ինչ է, մազակալներ, ացում եմ, ռեզինից մազակալներ, ոյ, գունավոր մազակալներ, կարծում եմ սա էլ Վահանիկի քուրիկի համար է, ահա, այստեղ փաթաթված է, այստեղ, այս ձևով և այս ձևով, նորից լցնեմ այստեղ, ուրեմն Վահանիկի քուրիկը նույնպես նվեր ունի, իհարկե այս կոնֆետներից նույնպես ես կնվիրեմ Վահանիկին ու Անին, Ագապին փոքր է, Ագապին չի կարող կոնֆետ ուտել, այստեղ տեսնենք ինչ կա, արդեն անցել է հագուստին, սիրելի հետևորդներ ջան, բացում եմ զիպփականով տոպրակը, հետարքիր է հագուստները զիպփականով և սա էլ փոքրիկ Անին, արդեն հասկանալի է սիրելի հետևորդներ ջան, քանի որ իմ թորնիկները հեռու են, չեմ կարծում, որ իմ թորնիկների համար լինի, սա Վահանիկի քուրիկի համար է, ինքը անգորայի թել է, մազմզուկներով, անգորայի թելով, փափուկ, տաք գլխարկ է, ճիշտ է, տաք եղանակներ են արդեն ձմեր չէ, բայց կտան և Անի ձմռանը կտաքասնի իր սիրուն գլուխը, այս էլ է գլխարկ, այս մեկը արդեն մեծ է, չգիտեմ, Անի համար է, թե Վահանիկի համար է, այստեղ սիրտ է նկարված, ահա, փափուկ, տաք գլխարկ է, ես սրանք հետո էլի սիրով կդասավորեմ և կտամ իրենց, սիրելի հետևորդներ ջան,
Մի բան մտածում էի, որ տիկին Անահիտին կկանչեմ, կգա, միասին կբացենք, բայց փոքր երեխաներ ունեն, վերանորոգման մեջ են, շատ են զբաղված, Վահանիկը դպրոցական է, դասեր են սովորեցնում, նորածին բալիկ ունեն, վերանորոգման մեջ են, մի խոսքով։ Ես կզանգեմ, վաղը կգան, կսրճենք, իսկ իմ սուրճը այստեղ սառեց, ահա, ինչպես է սառում սուրճը, սիրելի հետևորդներ ջան։ Թող բոլորի սուրճը այսպես լավ ալիքներով սառի, լինենք սիրված և հարգված։ Հիմա անցել եմ հագուստին, այս կողմը հագուստներ են, արդեն պիտակը երևում է, նորից բոլորը զիգ փականի մեջ է, իրեպ ասեմ, նմանատիպ տոպրակների մեջ է։ Տեսնենք ինչ է ուղարկել տիկին Սոնիկը։ Ամառային սարաֆան, այո, բայց ինձ փոքր կլինի սա, տիկին Սոնիկ ջան, ուսերից արդեն երևում է, որ սա ինձ փոքր կլինի, չեք նեղանա չէ, որ Վահանիկի մայրիկին նվիրեմ, սիրելի Սոնիկ ջան, եթե հավանի Վահանիկի մայրիկը, այս սարաֆանը կնվիրեմ Վահանիկի մայրիկին, այսպես, որպեսզի իզուր չմնա դարակում ծալված, այսպես, անցյալ կառաջ, այստեղ ներքևում էլի ինչ-որ կոշտ բան եմ տեսնում, մի հատ ուզում եմ դա բարձրացնել, քանի որ ինձ շատ հետաքրքրեց, կարծում եմ այգեգործական կոշիկներ են, լավա չէ հնչվում, այգեգործական կոշիկներ, այո, ես չեմ սխալվում, սրանցից մեր մոտերքներ կա, տիկին Սոնիկ ջան, բայց սա իսպանական է, տոպրակը այսքան, ինչ է դրված ներսում, իր պիտակով, ինչքան եք իմ համար անհանգստացել տիկին Սոնիկ ջան, որ նույնիսկ այգեգործական կոշիկներ եք իմ համար գնել և ուղարկել։ Մի քիչ մեծ է իմ ոտքին, բայց կփորձեմ հագնել։ Մեծ է, նույնպես համարը մեծ է։ Բայց այստեղ ինչ-որ անձեռոցիկ է դրված, տեսնենք ուղղակի է դրված, կարող է մեջը ինչ-որ մի բան լինի, բացում եմ։ Ինչ կա այստեղ, ոյ, սերմեր են սիրելի հետևորդներ ջան, այգեգործական կոշիկների մեջ, դե այդպես ասեմ, ու ինչ ոնց ասեմ, կալոշ չէ, ասեմ կալոշ է, այստեղ վարունգի սերմեր է դրել տիկին Սոնիկը, մամայավարի, մեծավարի, կոշիկի մեջ, վարունգի սերմեր, հետարքիր է, սերմերը լավ որակի է երևում, սիրելի հետևորդներ ջան, ահա մոտեցնեմ, լույս ու ստվերը, ահա տեսեք ինչ որակի սերմեր է, ես սրանց կցանեմ և կտեսնենք ինչ վարունգ է աճում, սա ուզում եմ նորանձին դնել, հա, այստեղ, այս պղնձի մեջ եմ դնում, չթարվեն էլի սերմերը, ես էլ ես կոմ, մի հատ էլ մի կում կոֆե, սառը կոֆեն շատ համով է լինում, այ վաղուց հենց կում կոֆե չէի խմել ձեր հետ, առիթ եղավ, այս ծանրոցը բացել է և ձեր հետ կում կոֆե խմեցի, այստեղ հագուստ է, տեսնեք ինչ հագուստ է, արդյոք ինձ կլինի, թե մեծ ու փոքր կլինի, ամեն դեպքում ես ամենը սիրով է արվել, տիկին Սոնիկի և իր ընտանիքի կողմից շատ մեծ սիրով և հարգանքով է արվել, ես էլ զգուշորեն բացում եմ, կրուժավաներով, թևերով, իր պիտակը վրան, շատ շնորհակալ եմ, նոր շորեր եք ուղարկել, սև գույնը սիրում եմ, ձգվող է, կփորձեմ, եթե ինձ վրա լավ նստի, ես կհագնեմ տիկին Սոնիկ ջան, սիրելի հետևորդներ ջան,
ահա այսպիսի, նաև այստեղ կա կրուժավաներ, քանի որ սևը չի երևում, ահա, այս կողմ բերեմ, թափանցի, այսպես, ինքը փափուկ, մատերիալ է, անցանք առաջ, այստեղ էլի հագուստ է և չգիտենք ինչ հագուստ է, խնամքով ծալված և դրված, բացեմ, տեսնենք, հետաքրքիր է, փաստորեն ամառային և գարնանային հագուստներ է ուղարկել ինձ, շալվար է, սպարտիվնի շալվարի նման, ահա, սիրելի հետևորդներ ջան, հետաքրքիր, սև ու սպիտակի երանգով, ջակի ջուկի, բայց ոնց որ ես էլ այնց փոքր, քանի որ վերջերս մի քիչ լցվել եմ, բայց ձգվող է ինքը, ռեզինկա է, եթե ինձ չլինի, վահանիկի մայրիկին կլինի, այսպես, հաջորդ հագուստը, այստեղ ծաղիկներով հագուստ է, արդեն տեսնում եմ և հասկանում եմ, որ հագուստները համահունչ, գարնան և ամռան, սիրելի հետևորդներ ջան, դիտակը այստեղ իսպանական արտադրանք է, այո, մուգ ֆոնի վրա, սիրուն ծաղիկներ, ինքը կտորը սխսղիկ է, թևերով, թևերի այս վերջը ռեզինով, ահա, հիմա բացենք, ձևը տեսնենք միասին, ահա այսպիսի, կարելի ասել սառոչկա, սա ինձ մեծ կլինի, ես էլ կնվիրեմ տիկին Անահիտին, քանի որ սիրելի հետևորդներ ջան, երբ որ մարդը չիմանալով հագուստ է ուղարկում իր սիրելի և հարգելի մի որևէ անձնավորության, այդ պահին ինչ իր դուրը գալիս է ուղարկում է, բայց սա նույնպես ես գիտեմ, որ ին վրա լայն կնստի, շատ լայն կնստի, ահա, տեսեք, իսկ ես ավելի շատ քիփշորեր եմ սիրում, բայց ոչ փոքր, եթե տիկին Անահիտին դուր գա, իրեն կնվիրեմ, ձեր կողմից, այսպես, այստեղ մնաց երկու տոպրակ և այնտեղ փաթաթած ինչ-որ բաներ եմ տեսնում, հավանաբար էլի սերմեր են, տեսնենք այստեղ ինչ կա, սև գույն է, և արդեն պարզ է, որ նորից սպորտային շալվար է, ահա, սիրելի հետևորդներ ջան, գծերով վրան, բայց սա էլ է ինձ փոքր, ճիշտ է ինքը ձգվող է, բայց սա ինձ քիփ կնստի շատ, նիհարել է պետք է նիհարել, այո, եթե եղանակը վաղը նպաստավոր լինի, կկանչեմ տիկին Անահիտեն, համ կոֆե կխմենք, համ էլ ցույց կտամ, ճիշտ են բլոգի իրենք նայում են, բայց դա կապ չունի, կգան կտեսնեն, իրենց նվերները իրենց կտամ, Վահանիկի, Անիի, այս հագուստները եթե կհավանեն, կվերցնեն, չգիտեմ, այստեղ ներքնաշորեր է ինձ ուղարկել տիկին Սոնիկը, որը չեմ բացի բնականաբար, գիտեք, որ մեր հայ կանայք ամոթխածություն ունեն և բացերի բաց, ներքնազգեստները չեն ցուցադրի, այստեղ ես տեսնում եմ մի քանի հատ տարբեր գույների, տարբեր ձևի ներքնազգեստներ և հիմա դուքի վերջում տեսնենք ինչ կա, շրջում եմ, թեքում եմ, այստեղ, ավարտեցի, ամեն ինչ հանեցի և այստեղ կարծում եմ սերմորանքներ են, սիրուն, մամայավարի, մեծավարի, փաթաթած, հիմա սա հանեմ, այստեղ
գազօջախի վրա դնեմ, հետո կբարձրացնեմ ցույց կտամ։ Ահա, ծանրոցը բացեցի, սիրելի հետևորդներ ջան, սա այս կողմ։ Եվ հիմա այստեղ տեսնեմ ինչ սերմորանքներ է ուղարկել Տիկին Սոնիկը ինձ, բայց սրանք ուզում եմ ինչ-որ մի ամանի մեջ դնել, որ մի տեղ լինի, աթոռը այս կողմ բերեմ։ Այսը շատ հարմար է։ Հիմա այստեղ եմ լցնում, սա 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և վարունգի սերմը, որ այս պղնձի մեջ եմ դրել, հիմա սրանք էլ այդտեղ կդնեմ, որ մի տեղ լինեն։ Սիրելի հետևորդներ ջան, ես հիմա պակե պղնձը չգիտեմ ինչ ոնց, այստեղ ճաք է տղել և չեմ կարող այլևս օգտագործել։ Կրակի վրա դրված ժամանակ չի եղել, չգիտեմ, չեմ հասկանում, ոնց ա եղել, սրան առայժմ հլավոր է սերմորանքը այստեղ դնեմ, հետո ձեռքս չի գնում, որ դեն գցեմ, բայց որ ճաքած է, մանավանդ ապակուց է, շատ վտանգավոր է, այս վարունգի սերմերը, ուզում եմ միասին տեսնենք, թե ինչ սերմորանքներ է ուղարկել Տիկին Սոնիկը Իսպանիայից իմ համար, տեսնենք ծաղիկի սերմեր է, թե ասենք էլի ինչ-որ բանջարեղենի սերմեր է, ինչ շատ հետարքիր է, գիտեմ, որ ձեզ նույնպես հետարքիր կլինի, այսպես, ոյ, դթումի սերմեր է, սիրելի հետևորդներ ջան, ես այդպես էլ հասկացա, որ այստեղ բանջարեղենի սերմեր են, ահա, խոշոր դթումի սերմեր է, մոտեցնեմ, ախր լույս ու ստվերը շատ է խանգարում, ահա, դթումի սերմեր, բոլորը կցանեմ, դեռ ուշ չէ, ընդհանրապես դթումը շուտ ենք ցանում, տեսնենք այստեղ ինչ է, կարոտեցի ծնողներիս, սիրելի հետևորդներ ջան, քանի որ մեր ծնողները մեր համար սրբություն են, պետք է իրենց կենդանի ժամանակ շատ սիրենք, շատ հարգենք։ Այս էլ է դթումի սերմեր, երևի ուրիշ տեսակի է, ահա։ Ես այստեղ մեզ դասավորել, որ չխառնվի, ռեզինով չեմ կապում, տեսնենք այստեղ ինչ է, փաթաթված, այսպես, ինձ թվում է կհասցնեմ հավերից դուրս կհանեմ, մի քիչ քուջուճկանել, այստեղ նույնպես վարունգի սերմեր է, բայց այն մյուսը մի քիչ ավելի խոշոր էր, կարող եմ վարունգ չէր, կաբաչկա լիներ, ոյ, քիչ էր մնում թափվեր, այս էլ ավարունգի սերմեր, բայց չգիտեմ, կցանեմ կտեսնեմ, սիրելի հետևորդներ ջան, նա մի քիչ խոշոր էր, ինձ թվաց թե կաբաչկայի սերմա, հենց որ այս մեկը տեսա, բայց լինում է, որ վարունգի սերմերը, տեսակները, որ տարբեր ա լինում, նաև սերմերի չափը տարբեր ա լինում, այս մեկը տեսնենք ինչ է, էլի դթումի սերմ է, սա էլ ուրիշ տեսակ է, ահա, ես էլ ենք առանձին գնում, ամբողջին դթում եմ ցանելու, այսպես, սխուշ բացեմ, ինչքան խնամքով փաթաթել է այս անձեռոցիկների մեջ, չգիտեմ ինչ սերմ է, կլոր սև սերմեր են, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 8 հատ կլոր սերմեր է, այս տիպի, սա նույնպես ինձ անծանոթ է և չգիտեմ ինչ կլինի, առայժմ այստեղ, այս մեծը բացեմ, հա, շոշափեմ, շոշափելով հասկանամ արդյոք էլի դթումի սերմեր է, մենք հայերս շատ ենք, չէ, սիրում դթում ցանել, այսպես, այստեղ նույնպես վարունգի սերմերի նման,
Բայց չգիտեմ, վարունգի սերմե թե կաբաչկա կլինի, քանի որ մի քիչ խոշոր է, նման է վարունգի սերմի, սիրելի հետևորդներ ջան, ահա, մի քիչ դեղնավուն։ Իսպանական սերմեր։ Երկրից երկիր հասել է ինձ, ես էլ մեծ սիրով կցանեմ, մեծ սիրով ուղարկել են, ես էլ մեծ սիրով կցանեմ, սիրելի հետևորդներ ջան։ Այն ինչ որ ինձանից պահանջվում է, կանեմ, այնքան որ ծլեն, աճեն, տեսնենք ինչ է։ Այստեղ էլի սև կլոր սերմեր են, 1, 2, 3, 4, 5, 6 հատ, նրա նման կլոր սև սերմեր է, բացառապես գաղափար չունեմ, թե ինչ բանջարեղենի տեսակ կլինի, քանի որ այստեղ արդեն բանջարեղենի սերմեր էր, ծաղիկները տեսակ, սիրուն, հատուկ, գնել և ուղարկել է Դիկինսոնիկը իմ համար, այսպես, տեսնենք այստեղ ինչ կա, այստեղ նույնպես նման է այդ սերմերին, սև գույնի ու մի քիչ ավելի շատ, երևի ինչ-որ, քանի որ սերմերը նման են, բայց կարող է տեսակները տարբեր լինեն, սիրելի հետևորդներ ջան, ահա այդտեղ ոնց որ ես նայում եմ, երևում է ձեր համար և այսպիսով ավարտեցի, սիրելի հետևորդներ ջան, այստեղ իմ շուրջը կհավաքեմ այս ամենը, իմ խոհանոցից կվերցնեմ, կոֆեից վերջի մի քանի կումներ ձեր հետ վայելեմ և վլոգս ավարտեմ, ահա միասին ուրախացանք, լավ զգացինք, սիրելի հետևորդներ ջան, ես իմ շնորհակալությունը հայտնեցի, փոխանցեցի, շատ զգացված եմ և ինչ ասեմ, ավարտեմ վլոգս, շուրջս հավաքեմ, կզանգեմ տիկին Անահիտենց և արդեն զբաղվեմ իմ տնտեսության գործերով, լավ եղեք, առողջ եղեք, միշտ բարի գործերի մեջ եղեք, հարգենք ու սիրենք միմյանց, սիրելի հետևորդներ ջան, սերը շատ զորավոր ուժ է, որ մարդուն է տալիս, պակա, պակա, պակա։